Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա և Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգային շուրանս ապահովագրական ընկերության հզոր Հովանու ներքո։ Տիկնայք և պարոնայք, այսօր գարնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղն է։ Ասում են, մեկ անգամը պատահականություն է, երկրորդ անգամը զուգադիպություն, իսկ երրորդ անգամն արդեն օրինաչափություն, եւ ես խաղ եմ հրավիրում Արմեն Բալյանի թիմին։ Մաշկա վեներաբան Արամ Շավերձյան, ստոմատոլոգ Օնիկ Աճեմյան, ծրագրերի ղեկավար Արման Հայրապետյան, մանկական օրթոպեդ Արամ Չոբանյան, իրավաբան Վարդան Գրիգորյան և թիմի ավագ Մարմարե արծվի մրցանակակիր գործարար Արմեն Բալյան։ Արմեն Բալյանի թիմի դեմ այսօր կխաղան Նարինե Մաթևոսյանը, Աննա Աստանյանը, Սևակ Համբարձումյանը, Սուպեր Բլից, Նունե Գալստյանը, Սարգիս Պետրոսյանը, Համլետ Մաթևոսյանը, Բլից, Ալբերտ Մինասյանը, Հայկ Ազատյանը, Անահիտ Ղազարյանը, Լևոն Հայրապետյանը և հարց Յոնի բանկից, ինչ որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Պարոն Բալյան, պոզիտիվով սկսենք։ Ինչ եք կարծում, եթե այսօր թիմը հաղթի ով կդառնա Մարմարե արծվի մրցանակակիր։ Չգիտեմ, պարոն հաղորդավար չեմ կարող ասել, բայց ինձ թվում է մեզ 6-ից 1-ը։ Հանճարեղ պատասխանել։ Ինչպես միշտ։ Պարզապես 6-ից 1-ը կարող է կրկնակի դառնալ։ Գուցե։ Դեմ չեք։ Ձեր դեմ խաղում է Ալբերտ Մինասյանը, տնտեսագետ Երևանից։ Ի տարբերություն մեր օրերի, վիկտորիանական Անգլիայում փորձում էին հասնել հակառակ արդյունքի, ինչի համար պանրի փոխարեն սալորաչիր էին օգտագործում։ Ուշադրություն հարցը. ինչի էին փորձում հասնել բրիտանացիները։ Պատասխանը պատրաստ է, պարոն հաղորդավար։ Լսում եմ ձեզ։ Վարդանը կպատասխանի։ Լսում ենք։ Ենթադրենք, որ լուսանկարվելիս այսօրվա ժպիտի փոխարեն փորձում էին ավելի լուրջ դեմքի արտահայտություն ստանալ։ Ու ասում են բրյունս չիզի փոխարեն։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Վիկտորիանական Անգլիայի խիստ բարքերը թույլ չէին տալիս ժպտալ լուսանկարներում, թե ինչու։ Չիզ պանիր ասելու փոխարեն մարդիկ ասում էին Պրուն, սալորաչիր և նրանց դեմքը միանգամից շատ լուրջ արտահայտություն էր ստանում։ 1-0 հօգուտ գիտակների, ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յոնի բանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգային շուրանս ապահովագրական ընկերություն, մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային խոհանոց Ռենոմեն, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը, մեր հարմարավետ գործընկերն է Յուսկ խանութների ցանցը և վերջապես մեր լուսավոր և ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին Յոնի բանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նվիրում է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեք Ազիմովի ակադեմիա վեպը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան,
Այո, պարոն Ձեր հաղորդավար։ թիմի ուժեղագույն գիտակ եք համարում Օնիկ Աճեմյանին, ինչու հենց նրան։ Ուժեղա։ Ուղղակի համարում եմ ուժեղագույն։ Օբյեկտիվ իրականությունն է այդպես։ Բայց Օնիկը չունի մարմարը արծիվ, իսկ Արմենը ունի։ Դե կունենա։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ձեր դեմ խաղում է Աննա Պոջոլյանը, տուր օպերատոր Գյումրիից։ Ուշադրություն, առաջին հարցը։ Մի անգամ Աննա Պոջոլյանի 4 տարեկան որդին եւ եղբոր 2 տարեկան որդին միասին լեգոներով պատրաստում էին կոնստրուկցիա։ Եկավ մի պահ, երբ նրանք սկսեցին վիճել ու դադարեցրեցին խաղը։ Աննան հետաքրքրվում է, հայտնի ինչ արտահայտությամբ այդ իրավիճակն անվանեց իր ամուսինը։ Ժամանակ Դատարել են 4-2 Կառուցելու հետ կապված Բաբելոնը աշտարակի դա իրան լեզու չկա Պրիտոմ 4-2 տես կարող խոսալ չխոսալու թեման է Ընդհանուր լեզու չայտ 4-2 էլ ուր է տանում։ Ուրիշ լեգոյով ինչ կարող են կամուր սարքել Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխան։ Արամը կպատասխանի Շավերդյան։ Լսում ենք ձեզ, պարոն Շավերդյան։ Իրար լեզու չհասկացան 4 եւ 2 տարեկան տղա երեխաները եւ չկարողացան տես լեգոներով աշտարակ սարքեն, ասենք Բաբելոնյան աշտարակը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տղաները միասին լեգոներից պատրաստում էին բարձր աշտարակ։ Եկավ մի պահ, երբ նրանք սկսեցին իրար չհասկանալ եւ կիսատ թողեցին աշտարակի կառուցումը։ Աննա Պոջոլյանի ամուսինն այդ իրավիճակն անվանեց Բաբելոնյան աշտարակաշինություն։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Աննա Պոջոլյանի 4 տարեկան որդին եւ եղբոր 2 տարեկան որդին շատ են սիրում խաղալիքներով խաղալ։ Լինում են դեպքեր, երբ Աննան եւ եղբոր կինը ստիպված են լինում օրվա մեջ մի քանի անգամ հավաքել երեխաների թափթփված խաղալիքները։ Աննան խնդրում է ձեզ պատասխանել, ինչպես է այդ իրավիճակն անվանում իր ամուսինը։ Ժողովրդան աշխատանք Լավ, էլ կարող է բան ավգիվի Ավգիվին մի անգամ անընդհատ հավաքել Ինչ անընդհատ հավաքի հետ կապված, նույն գործողության հետ կապած անընդհատ ինչ որ ուրիշ բան Դանայան տակար, բան չոր տես մի բան աշխատանքը Սիզիֆով դրուտ։ Ժամանակ, Արմանը կփորձի Հայրապետյան։ լսում ենք ձեզ, պարոն Հայրապետյան։ Պարոն խաղաղ, կարծում եմ նրանք սիզիփոսյան աշխատանք են կատարում, անդադար նույն բանը կրկնում են, որ չի ավարտվում, ավարտը չի երևում։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այն բանից հետո, երբ մայրերը հավաքում են խաղալիքները, երեխաները նորից թափում են դրանք։ Աննայի ամուսինն այդ իրավիճակն անվանում է Սիզիփոսյան աշխատանք։ Երկրորդ հարցին դուք եւս ճիշտ պատասխանեցիք։ Վճռորոշ երրորդ հարցը։ Աննա Պոջոլյանին իր 6 ամսական երեխային կերակրելու ժամանակ հաճախ օգնում է իր 4 տարեկան որդին, որն այդ ժամանակ ոտանավորներ է արտասանում երգում ու պարում։ Աննան հարցնում է. ինչպես է իր ամուսինը անվանում այդ իրավիճակը։ Ժամանակ։ Մուսայա ինչ-որ Մեկը երկում է, մյուսը բանը։ Երկումա որ հացոպի Մուսայա բանը Աստվածամոր վիճակը 6 տարի։ դիսաբանականի վերգնաց, ինչ կա դիսաբանական։ Շատությունը շեղելու թեմա է։ Դիսաբանական պետք է լինի, լոգիկայի մեջ է։ Կարող է բան Աստվածաշնչյան, դիսաբանական, աստվածաշնչյան։ Մուսայա բագով էլ ինչ։ Ժամանակ։ Յոպեն, կարաս։ Պարոն հաղորդավար, ես կխնդրեմ մեր րոպեն ինչքան Իհարկե, հասկանում եմ կարող ենք։ այո, դուք ունեք այդ իրավունքը, կրկնեմ եւ տրամադրեմ լրացուցիչ րոպեն։ Շնորհակալություն։ Աննա Պոջոլյանին իր 6 ամսական երեխային կերակրելու ժամանակ հաճախ օգնում է իր 4 տարեկան որդին, որն այդ ժամանակ ոտանավորներ է արտասանում երգում պարում։ Աննան հարցնում է. ինչպես է իր ամուսինն անվանում այդ
իրավիճակը։ Լրացուցիչ րոպե։ Դիցաբանական Սիրենաների հետ կապված ինչ որ Թակավորական խնջույք կամ էլ տես բան հələ Սիրենաների հետ կապված որևէ բան կա։ Entertainment-ը անում իր համար։ Սիրենաները չեն դրան։ Ումը բարում է մեկը միշտ օգնել, կողքից օգնող։ Հաջոյան ինչին պետք է Հաջոյանն օրինակի համար։ Սալամի Ծափսը կանամ են դեպի տենց կրծող։ Սողոմոնը կամ բանի շոտ օգնող։ Օգնելու հետ կապված օգնում է, օգնում է։ Բանին Աքիլեսին Աքիլեսին ինչ-որ մեկը օգնել։ Ում է խափել կերակրել Աքիլեսին ինչ-որ մեկը օգնել է։ Ում է խափել ինչ-որ բան կերակրել։ Տրոյանսկի Ռոյական ձի Վատություն չեն անում, բայց կերակրում են։ Իր դեպքում ուղղակի խափում։ Շեղելու Լավ, մեծ տղա տրոյական ձին է ուրիշ։ Իսկ ինչ որ խնջույքի ժամանակ որ բան են արել, շեղել են ուրիշ ձևով։ Ուտելու թեման այնտեղ տանտալու։ Օգնող պերսոնաժը քաշվում էր եւ այլն, հա։ Եթե բան չունի տորական Արմեն, եթե բան չունի տորական ձին ունենք, ուրիշ բան։ Հերակլեսին ինչ են բանանում։ Հերակլեսին, Աքիլես այցներ կերակրում։ Միդասի հետ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ Արման Հայրապետյան։ Լսում ենք ձեզ, պարոն Հայրապետյան։ Ինձ թվում է համատել է տորական ձիու հետ, ով Տրոյական ձիու հետ։ Ինչու։ որը օգնեց, որ բացվեն դարպասները, այս դեպքում բացվի բերանը, որպեսզի նա ուտի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Հայրապետյան, կրտսեր որդին ուտում է, իսկ նրա ավագ եղբայրն ապահովում է տեսարաններ, Աննայի ամուսինն այդ իրավիճակն անվանում է հաց եւ տեսարաններ։ Աննա Պոջոլյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ։ Պարգևավճար Յունի բանկից հաշիվը հավասարվում է 1-1։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր Ռուբեն Հակոբյանը։ Բարի երեկո ձեզ, պարոն Հակոբյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, արդեն խոսել ենք, որ Իտալ Սոլարը 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Այո։ Ասացեք, խնդրեմ, քանի կայան տեղադրելով հասակ այդ արդյունքին։ Պարոն հաղորդավար, այս պահին տեղադրել ենք մոտ 1500 կայան, ինչի շնորհիվ մեր հաճախորդները տնտեսել են 1 միլիարդ դրամից ավել գումար, բայց դա միայն կայանների վաճառքի արդյունքը չէ։ Մենք ունենք նոր ուղղություն, ապրանքների մեծածախ վաճառք, ներմուծել ենք մեծ քանակի վահանակներ, փոխակերպիչներ, արևային մալուխներ եւ արևային կայանի այլ բաղադրիչներ։ Դրա հաշվին շատ նորաստեղծ արևային ընկերություններ կարող են գնումները կատարել հենց Իտալ Սոլարից եւ բեռնափոխադրման 3 ամիսը կրճատեն 1 ժամով։ Հասկանալի է։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, բայց պարոն Հակոբյան, քանի որ այսօր մեր եզրափակիչ խաղն է, կուզենայի լսել ձեր կարծիքը մեր այս եթերաշրջանի մասին։ Շատ տպավորված եմ, բավականին հետաքրքիր էր ստեղ գտնվելը, շատ բուռն էմոցիաներ եմ ապրում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ լավագույն հեռուստադիտողին Իտալ Սոլար ընկերությունը նվիրում է 100,000 դրամի նվերքարտ։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուր։ Պարոն Հայրապետյան։ Այո, պարոն խաղաղապետ։ Գիտեմ, որ կուզենայիք օրերից մի օր հայտնվել առողջապահության ոլորտում եւ ձեր հմտություններն ու փորձը ներդնել այդ ասպարեզում։ Իսկ առաջին հերթին ինչը կփոխեիք առողջապահության ոլորտում։ Մոտեցումը պետք է հիվանդանոց գնալու չվախենան երեխաները, փոքրուց սովորացնում եմ, որ այ քեզ կտանեն բժշկի, հետո զարմանում թե ինչի երեխան չի ուզում գնա բժշկի։ Դե այդ արդեն մոտեցումը պետք է ավելի շատ ոչ թե առողջապահության ոլորտում փոխել, այլ կրթության ոլորտում եւ ընդհանրապես հասարակության մեջ։ Ձեր դեմ խաղում է Հայկ Ազատյանը, սոցիոլոգ Կողբ գյուղից։ Չնայած նրան, որ դա պատկանում էր առաջինին, աշխարհում դա հայտնի դարձավ երկրորդի շնորհիվ։ Ու չնայած այն հանգամանքին, որ դա ի սկզբանե մեկն էր, այժմ հայտնի է դրա 4 օրինակ, որոնցից 3-ը գտնվում է Եվրոպայում։ Ուշադրություն հարցը, ինչի մասին է խոսքը եւ որտեղ է գտնվում 4-րդը, ժամանակ։ Գեգարտը։ Կապիոլոնգի։
Հերթով բացատրեք։ Պատկանում էր առաջինին։ Պատկանում է ուրիշն ով սպանել է Հիսուսին։ Պատկանում Հիսուսի շնորհիվ հայտնի դարձավ։ Okay, 4 հատ հայտարարել։ Մեկն է Հայաստան, երեքը Եվրոպայում է։ Ուրիշ, անցանք, вообще ուրիշ։ 4 հատ։ Մորտ, ուրիշ տեղ։ Պատկանում էր առաջինին, Եթե ուրիշ բայց չլինի հայտնի է դարձել Ձևակերպումը ոնց է, երկրորդի չորրորդը պետք է ասենք որտեղ է։ Չորրորդը գեղարվեստը Հայաստանում է։ Գեղարվեստը Հայաստանում է, Էջմիածնում է, չէ։ Չեն տեղափոխ ինչ-որ բան չէ։ 4-ը տեղը որպես էջմիածն։ Չորրորդը գեղարվեստն է Էջմիածնում, всё։ Լավ, Այդ գիտեն ժողովուրդ։ Ուրիշ տարբերակ, լավ։ կա որ էլի տենց օրինակներով մեկը ասում է Իրանն է։ Հայտնի էր երկրորդի շնորհիվ։ Մարզական ինչ-որ բան։ ստացած անվանում օրինակ Մարզական կարելի առաջինին էր պատկանում Կուբակ, Ամերիկա Կոլոմբոս, Թակ Ամերիկա կուբակ։ Վեսպուչի առաջինը, երկրորդը Կոլոմբոսն էր, ոչ մեկին չեմ 4 հատ Լավ։ ամերիկանո։ 4 հատ կարող է ամերիկանո։ բանը։ Ու ամերիկան սկսած։ Պարոն Բալյան ով է պատասխանում։ Աչեմյան Օնիկա։ Լսում ենք ձեզ, պարոն Աչեմյան։ Պարոն հաղորդավար, ենթադրենք, որ խոսքը գնում է այդ նիզակի մասին, որով խոցել էին Հիսուսին, եւ չորրորդը պատկանում է Էջմիածնին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Առաջինը հռոմեացի զինվորական եւ քաղաքական գործիչ Կասիոսն էր, ում պատկանում էր Գեղարդը, երկրորդը Հիսուսն էր, ում շնորհիվ էլ այն հայտնի դարձավ աշխարհում։ Խոսքը Սուրբ Գեղարդի մասին է, կա Սուրբ Գեղարդի 4 տարբերակ, որոնք պահվում են Վիեննայում, Վենետիկում, Կրակովում եւ իհարկե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ 2-1 հոգուտ գիտակների։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա են Երեմյան ընկերությունների խմբի հանրային կապերի ղեկավար Ամալիա Կարապետյանը եւ ռենոմե բարձր հեղինակային խոհանոցի շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանը։ Բարի երեկո հարգելի հյուրեր։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Կարապետյան, մեր այս եթերաշրջանում ռենոմե բարձր հեղինակային ռեստորանը մեզ հետ էր։ Ռենոմեի անունից ձեր բարեմաղթանքը մեր խաղացողներին եւ հեռուստադիտողներին։ Պարոն հաղորդավար, չեմ կարող չնշել, որ այս եթերաշրջանին մենք ականատես եղանք բավականին հետաքրքիր խաղերի եւ պետք է արդարացիորեն նշել, որ բոլոր թիմերը շատ ուժեղ էին եւ արժանի էին հաղթանակի եւ պատահական չէր ռենոմեի ներկայությունը այս եթերաշրջանին, որովհետեւ բարձր հեղինակային խոհանոցը կիսում է նույն ինտելեկտուալ արժեքները, ինչ տիրում է այս ակումբում եւ մեր անունից պիտի բոլորին մաղթենք հաջողություններ, բազմաթիվ հաղթանակներ եւ բարձունքներ եւ իհարկե Ռենոմեն եզրափակիչ անցած թիմի համար շատ առանձնահատուկ մի նվեր ունի, որը կներկայացնի մեր շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանը, որը այսօր այստեղ է։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան, ինչ անակնկալ եք պատրաստել այսօր մեր գիտակների համար։ Եզրափակիչ խաղի բոլոր գիտակներին սիրով հրավիրում ենք Երեմյան խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիա, մասնակցելու իմ կողմից կազմակերպող հատուկ վարպետաց դասի, որը նախատեսված է միայն ինչ որտեղ երբ խաղի լավագույն գիտակների համար։ Սիրով կսպասենք մեր խոհարարական աշխարհում այն ձեզ հետ կիսելու համար։ Պարոն Խաչատրյան, ես ճիշտ հասկացա, որ ամբողջ թիմին եք հրավիրում։ Այո։ Շնորհակալություն։ Պարոն Բալյան, եթե ես ճիշտ եմ հիշում, մեր նախորդ զրույցներից մեկում թիմը այնքան էլ չէր փայլում խոհարարական հմտություններով։ Կարծում եմ հիանալի առիթ է դրանք զարգացնել, պարոն Բալյան։ Այո։ Եվս մեկ անգամ շնորհակալություն Ռենոմեին։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Աչեմյան, Այո, պարոն հաղորդավար։ դուք ի տարբերություն ձեր թիմակիցների խոհանոցում հաստատ չեք կորի, ընդ որում պատրաստում եք ինչպես հայկական, այնպես էլ ասիական խոհանոցների ուտեստներ։ Իսկ որն է ձեր ամենասիրելի ուտեստը եւ որը այն ուտեստը, որը ամենալավն է ձեզ մոտ ստացվում։ Ոչ ֆուգուն, ինչպես ասացին, երևի թե ռամենը Նունե Գալստյան։ Շնորհակալություն, ձեր դեմ խաղում է Նունե Գալստյանը, ինժեներ Երևանից։ Ռուս գրող Էմիլ Կրոտկին ասել է, որ որքան մոտ է ծերությունը, այնքան ավելի շատ
հիշողություններ է կուտակում մարդը։ Շարունակելով միտքը, Կրոտկին ծերությունը համեմատել է մայրամուտի հետ։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչի հետ է Կրոտկին համեմատել մարդու հիշողությունները։ Ժամանակ։ Ջրամբարի։ Ինչն է շատանում, երբ որ մայրամուտա։ Ջրի տաքությունը մայրամուտին միշտ ամենաբարձրն է։ Կարմիր լույս Կարող է բաների ձայները։ Գույներն է թանձրան։ Ջրի տաքությունը ջրամբարում մայրամուտին միշտ տաք է։ Ջրամբարում ինչի ինչ։ Գետ լի։ Լավ, օքեյ, ուրիշ։ մտածելությունը այնքան Ժողովուրդ, ինչ որ ձայներ, բաների ձայները, ցիկադաները։ Մայրամուտին ի՞նչն է շատանում։ Գույներն է մաքվում։ Ծերությունը մայրամուտ, մկանում է։ Բան որ մայրամուտի շատանում է, կարող է բան ապերը, կարմրում է Ժամերը կուտակված։ Առախուղը, ժամերը կարող է կուտակված, ավելի շատ են կորում են։ Իշքան տենց օրը երկար է։ Կուտակվել երկարել է, հա, շատ է լինում։ Ձենի։ Հա, երկարում է։ Երկարում է։ Կուտակվելու վրա մենակ է։ Կարա ժամերը կուտակվի օրվա ընթացքում։ Օրվա ընթացքում Ինչ որ բան որ շատանում է, կուտակվում է։ Կամ ստվերները ունենք, ուրիշ տարբերակ ունենք, որ տաքանում է, ստվերները կամ տաքանում է։ տաքանալը չէ։ Ստվերներ ուրեմն, Վարդանի տարբերակ։ Պարոն Բալյանով է պատասխանում։ Վարդանը Գրիգորյան։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Ենթադրենք, որ խոսքը ստվերների մասին է, որոնք երկարում են, հետևաբար մեծանում են մայրամուտին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Որքան մոտենում է կյանքի մայրամուտը, այսինքն ծերությունը, պարոն Գրիգորյան, այնքան հիշողությունների ստվերն ավելի երկար է դառնում։ Էմիլ Կրոտկին հիշողությունները համեմատել է ստվերի հետ, որը նետում է մարդու կյանքը, իսկ մայրամուտին այն առավել երկար է։ 3-1։ Տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա է Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության կորպորատիվ դեպարտամենտի ղեկավար Արմինե Բադալյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Բադալյան, ես ուզում եմ լսել այս եթերաշրջանի մասին ձեր կարծիքը, ձեր մաղթանքը մեր հեռուստադիտողներին և մեր գիտակներին։ Անչափ հետաքրքիր եթերաշրջան է, շատ վառ էմոցիաներ է պարգևում։ Գիտակներին մաղթում եմ հաջողություն, հեռուստադիտողների հարցերը այս եթերաշրջանում շատ հետաքրքիր են, շատ գեղեցիկ են, մի խոսքով այսպես համակ ուշադրությամբ հետևում եմ։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան, Այո, պարոն խաղաղ։ Մի առիթով նշել եք, որ մեր ակումբում որպես թիմի ավագ խաղալիս կատարելագործել եք ձեր լսելու ունակությունը։ Այո։ Իսկ այն ձեզ օգնել է ձեր աշխատանքում։ Այո, շատ։ Ձեր գործընկերները գոհ են այդ առումով։ Իմ գործընկերները չգիտեմ, ես ինքս եմ գոհ որոշակիորեն, բայց միշտ այդ իմաստով կատարելագործվելու տեղ մնում է։ Համլետ Մաթևոսյան, ձեր դեմ խաղում է Համլետ Մաթևոսյանը, մարզական մեկնաբան Վանաձորից։ Հայ սուզալողորդ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարժ Կարապետյանը Մոսկվայում գործող կոշիկի արհեստանոցի սեփականատեր է։ Ուշադրություն հարցը։ Ինչ խորհրդանշական անուն է այն կրում։ Ժամանակ։ Ինքը հայտնի է տրամվայի համալիրի հրդեհի ժամանակային բանը։ Անուն խորհրդանշական անվանում։ Կոշիկ, որը հայկական կոստան է եղել կոշիկի։ Ինչա որ ջրի մեկ է կոշիկ հետ կապված։ Սևան։ Իսկ եթե Սուզալողորդի հետ լաստ ոնց է դու։ Լաստ։ Պրոստո։ Ինչ որ ընդհանուր բան պետք է հետո։ Բրենդի անունը, պատկերացրեք Կամել ինվենտարի մասը։ Վերանորոգման չէ, կոշիկի կարելի է ինվենտարի մասը կարնի, որ օգտագործել ես։ Հայաստանի հետ կապված ջրային ինչ-որ սիմվոլիկ բան է։ Չոր սապոկ, Սուզալով, Ակվալ, չէ, հայերեն բանով։ Բարին ինչ-որ արտահայտություն կա Սինֆուդով պատկելում տենց ինչ-որ ջրային։ Տարբերակներ լաս, Սևան, Մասիս։ Այնպես բան լինի, որ այնչեղ լինի ու բան լինի, սիմվոլիկ։ Այո, վերսիաները հիշում ես, ջրի կոշիկ հետ կալոշն է գնում էլի։ Դե մի քիչ սիրուն չի լինի այդպես դնել։ Էլ։ Ժամանակ, պարոն Բալյան։
Այս անգամ էլ ես փորձեմ, պարոն հաղորդավար։ Փորձեք։ Ուծե հիշելով հայրենիքը Սուզալովորդ Շավարժ Կարապետյանը որոշել է իր ընկերության անունը դնել Սևան։ Սևան, հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Բալյան, սովորաբար կոշիկի արհեստանոցում ինչ են անում։ Կարում են կոշիկներ, վերանորոգում են կոշիկներ։ Վերանորոգում են, չեն կարում, կարում են գործարանում, վերանորոգում են, այսինքն երկրորդ կյանք են տալիս կոշիկներին։ Իսկ Շավարժ Կարապետյանի պարագայում շատ սիմվոլիկ է։ Սուզալողի բազմակի չեմպիոն նրա պատկանող կոշիկի արհեստանոցը կոչվում է երկրորդ շնչառություն։ 3-2 հոգուտ գիտակների Համլետ Մաթևոսյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Պարոն Բալյան, այո, մեր շոուն եւս պետք է շարունակվի եւ մենք սկսում ենք 6-րդ խաղափուլը։ Պարոն Բալյան, այո, բազմիցս նշել ենք, որ ձեր թիմը վերջին ժամանակներս շատ է առաջադիմել։ Իսկ ինչ եք կարծում, մեր ակումբում կան արդյոք թիմեր, որոնց դուք դեռ զիջում եք խաղամակարդակով։ ինձ թվում է մեծամասնությունը, պարոն հաղորդավար։ Համեստությունը։ Եթե գաղտնիք չի կնշեք, գոնե մի 2-3-ը։ Էմիլ Միրզոյանի թիմին, օրինակ, պարոն Նիկողոսյանի թիմին, օրինակ, որին դուք այս եթերաշրջանում կարելի ասել թողեցիք հետ։ պատահումը։ Ձեր դեմ խաղում է Նարինե Մաթևոսյանը, դասախոս Երևանից։ Լսեք մի առակ։ Մի անգամ ուսուցիչը իր 3 աշակերտների հետ զրուցելով կյանքի իմաստության մասին հարց է ուղղում նրանց։ Ինչու է պատուհանի ապակին կոտրվում, երբ դրա ուղղությամբ քար են նետում։ Որովհետև քարը ծանր է, պատասխանում է աշակերտներից մեկը։ Որովհետև ապակին փխրուն է, ասում է մյուսը։ Որովհետև հարվածը ուժեղ է եւ ճշգրիտ, ենթադրում է երրորդը։ Երեքդ էլ սխալվում եք, ասում է ուսուցիչը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ է բացատրում ուսուցիչը համեմատելով իր բերած օրինակը մարդու սրտի հետ։ Ժամանակ։ Չես բացել եմ պատուհանը, Պատուհանը փակա ջարդում է։ Փխրունը կարևոր չի բացել։ Ինչով համեմատում։ Ես մոտ պրոստը չգիտեմ։ Լավ, ուրիշ։ Ես էլ վախեցա բանը։ լոգիկայով Որովհետև կոնսերվատիզմի սրտի հետ մի հատ Կարող է պերիկրուտան է։ Կարող է Մեկը պերիկրուտան։ ասում է քարը ծանր է, մյուսը ասում է ապակին փխրուն է, մյուսը ասում է հարվածը ուժեղ է ու ճշգրիտ։ Ահա։ Ինչով է բացատրում քարը մարդու սրտի ծանր է, ապակինը հատ փխրուն հարված Էլ։ Այսինքն մեկը Այսինքն կապ չունի քարի, ոչ ծանրության հետ, ոչ փխրունի հետ, ոչ լինելը ապակու։ Կապ չունի ճշգրիտ լինելը։ Լավ չեն Որովհետև տականք են։ Ահա վստահել ես ուրիշին։ Տեղ կարևորը ուրիշ ֆակտ է, այսինքն այդ բոլոր ֆիզիկական բաները ուրիշին վստահելու վերաբերյալ է։ սիրտ պատուհան։ Ասկա դա ասում Վարդանը բացում Լավ, է։ հակում ենք ուրիշ հակառակը որ վերսիան ենք ուրիշ այդ մեկն ամենը։ Սերձիա ժելոդեչկի։ Ուրիշ վերսիա, հա, ուրիշ Ուրիշ վերսիա։ վերսիա։ Հենց վերսիա։ Գիսի խրցի մասին խոսենք։ Պարոն Բալյանով է պատասխանում։ Վարդանը կպատասխանի, ուրիշ վերսիա չունեցանք։ Պարոն Գրիգորյան, լսում ենք ձեզ։ Ճիշտն ասած սկզբից եկավ այդ վարկածը համեմատության մեջ է դնում պատուհանը, ուսուցիչը համեմատում է պատուհանը սրտի հետ, այն իմաստով, որ պատուհանը փակ լինելու պատճառով է ապակին ջարդվում, եթե բաց լիներ չէր ջարդվի, ու այդպիսով համեմատում է սրտի հետ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Դուք, պարոն Գրիգորյան, ասեցիք, որ այդ համեմատությունը հա եկավ, բայց ասում էիք, որ մատ կդնեի ընթացքում։ Դուք գիտեիք, թե Ոչ, եթե իմանայի մատ կդնեի։
Երեքդ էլ սխալվում եք ձեզնից եւ ոչ մեկը ճիշտ չպատասխանեց, ապակին կոտրվում է, քանի որ պատուանը փակ է, սովորեք ապրել բաց սրտով եւ ոչինչ չի կարող կոտրել այն։ Եզրակացրեց ուսուցիչը։ Վարդան Գրիգորյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին։ Լավն է։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարի ձեզ, պարոն Արտավան։ Պարոն Հակոբյան, այսօրվա հարցերն են զիջում, թե պարզապես այսօր թիմն է ֆանտաստիկ խաղում։ Թիմն էլ է ֆանտաստիկ խաղում, բայց այսօրվա հարցերը ինձ թվում այս երաշրջանի ամենալավ հարցերն են, շատ որակով տրամաբանական հարցեր են։ Շնորհակալություն ինչպես խմբագրական խմբին, այնպես էլ հեռուստադիտողների նմանատիպ հարցեր ուղարկելու համար։ Պարոն Հակոբյան, մի փոքր առաջանցնելով ասեմ, որ մենք էլ ձեզ ենք շնորհակալ շատ որակով հարցեր ուղարկելու համար եւ խնդրում ենք չդադարել ուղարկել մեզ հարցեր։ Շնորհակալություն։ Յունիբանկի համար։ Շնորհակալություն։ Չենք դադարի, անպայման կշարունակենք։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@shnik.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև թարմացված 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Սլակի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Անահիտ Ղազարյանը, Թոշակառու, Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Սև արկղում գտնվում է այն, ինչի հիմնական ձևերն են ձյան փաթիլը եւ սունկը։ Քանի որ ձյան փաթիլը ավելի շահավետ է, փորձում են վաճառել հենց դա։ Ուշադրություն, հարցը։ Ինչ է սև արկղում։ Ժամանակ։ Բադմինտոնի վալան։ Մենակետի չկար, կարա զոնտիկ եւ այլն։ Ձյան փաթիլ ավելի շահավետ է, ինչու։ Ավելի քիչ մատերիալ օքեյ, այդ ինչը ձյան փաթիլը տափակ է, ավելի սունկը ավելի կլոր է։ Ժորդ, սունկ, Ձյան փաթիլ։ Սունկը ինչով ավելի թանկ պետք է լինի բանից։ Սնկաձև Շատ մատերիալ է գնում, ճիշտ է ասում, ձյան փաթիլը դատարկ են առանքները։ Հա, օքեյ։ Վալան может быть բադմինտոնի։ Վալանը ծակերով Զոնտիկա, Ժողովուրդ փոքր զոնտիկի համար։ Ինչի՞ չէ։ Բացովի կարան ուրիշ։ Փաթիլով մեկ է զոնտիկի տարբերությունը ո՞րն է։ Սնկի պես։ Սնկի պես մի հատ այսպես պատկերը կար գլխարկա ինչ-որ։ Նայ փաթիլին էսենց լիքը գծելով է, իսկ բանինը սնկինը կարող է մի հատ մեծ է բացվում։ Վաֆլի, անձեռոցիկ, հնես բան, որ դες մինիմալ մակերես պետք է ունենա։ Զոնտիկից բացի այլ չունենք տարբեր։ Նման բան, չգիտեմ, կրուժև է։ Զոնտիկն է դժվար։ Ժամանակ, պարոն Բալյան։ Օնիկը կփորձի Աճեմյան։ Լսում ենք ձեզ, պարոն Աճեմյան։ Լավ, ենթադրենք, որ սև արկղում անձրևանոց է։ Անձրևանոց։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ձյան փաթիլի պես լայն բացվելով դա ավելի շատ տեղ է զբաղեցնում, ինչի պատճառով այն ավելի ձեռնտու է վաճառել կինոթատրոններում, իսկ սունկն ավելի խնայողական տեսք ունի, ուստի դրանից պետք կլիներ ավելի շատ լցնել։ Սև արկղում բացենք այն պոպկորն է, ադիբուդի, իդեպ եթե ուզում եք ձյան փաթիլ ստանալ եւ ոչ թե սունկ, պետք է եգիպտացորենի հատիկն ավելի բարձր ջերմաստիճանի տակ բովել։ 4-3 Անահիտ Ղազարյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության
Ներգրավման եւ պահպանման ենթաբաժնի ղեկավար Աննա Միքայելյանը։ Բարի երեկո, Տիկին Միքայելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Միքայելյան, այսօրվա իրականությունում ինչպես եք կարողանում պահել երիտասարդների հետաքրքրությունը ոչ թվային մասնագիտությունների հանդեպ։ Շատ արդի հարց տվեցիք, պարոն հաղորդավար։ Իրականում շատ կարևոր մասնագիտություններ կան այսօր, հենց օրինակ սննդամթերքի արտադրության ոլորտում, որոնք այսօրվա թրենդային մասնագիտությունների ֆոնին կարծես թե պակաս ուշադրության են արժանանում։ Աթենքում արդեն 2 տարի ներդրել ենք սկսնակ տեխնոլոգների ուսուցման ծրագիր, որի նպատակը ոչ միայն մասնագետներ պատրաստելն է, այլև երիտասարդ սերնդի մոտ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելը։ 4 ամիս տևողությամբ կուրսի ընթացքում մեր մասնակիցները ձեռք են բերում տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, զինվում են մասնագիտական գործիքակազմով, իսկ լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում սկսելու իրենց կարիերան Աթենքում, արդեն շարունակական զարգացման հեռանկարով։ Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ շուտով մեկնարկելու ենք տեխնոլոգների ուսուցման ծրագրի հերթական փուլը, ու բոլոր նրանց, ում հետաքրքրեց ծրագիրը, կուղղորդեմ մանրամասները գտնել մեր սոցեջերում։ Իսկ ինչ կասեք այսօրվա խաղի մասին, Տիկին Միքայելյան։ Կարծում եմ գիտակները եզրափակչին վայելուչ շատ ազդեցիկ դինամիկ խաղ են ցուցաբերում, մեզ էլ ներկաներից վարակում են այդ ռիթմերով։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Աճեմյան։ Այո, պարոն հաղորդավար։ Խաղը ձեզ տալիս է մրցակցության ոգի։ Այո։ Իսկ թիմի ներսում այդ մրցակցությունը զգում եք, օրինակ, մարմարե արծվի համար։ Ինձ թվում է այդ առանձին խաղից է կախված, եթե դրա վրա կենտրոնանաս, հաստատ կպարտվես։ Իսկ եթե մի կողմ դնենք արծիվը, թիմի ներսում մրցակցության ոգի կա։ Միայն այլ թիմերի հետ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Լևոն Հայրապետյանը։ Մաթեմատիկայի պրոֆեսոր, քաղաք Շուգարլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այն հակադիրների նուրբ և ճշգրիտ դասավորվածություն է, որտեղ լույսերն ու ստվերները միաձուլվելով մեզ են պարգևում մարդկային հոգու զգացումները։ Ուշադրություն հարցը։ Ինչն է այսպես պատկերավոր բնութագրել մեր հեռուստադիտողը։ Ժամանակ։ Հակադրումներ, այսինքն բալանսի թեմա պետք է ունենալ։ Հա, հակադրումներ, ճիշտ է։ Կարող են ինչ-որ բանի լուսանկար, այնտեղ հակադրումներ սպիտակի բանի մասին ինչ ունենք։ Հոգու զգացմունքները։ Մաթեմատիկա Ինչի հետ համատել, հա, երաժշտություն։ Ուզերացուց, տալի ֆոտոգրաֆիա, ֆոտոգրաֆիա պոզիտիվ, նեգատիվ, էլի դա երաժշտություն, լուսանկարի բաներ, բայց չեմ գտնում։ Հակադրումներ էլ ինչ կար, մի հատ նորից հակադրումների մարդկային զգացմունքները, կարող է բանաստեղծության մասին է խոսքը։ Բայց լույս ու ստվեր։ Սև ու սպիտակ, բանաստեղծությունում բալանսը են անվալա, որ էքսպոզիցիայի թեմա ունես, հասկանում ես։ լավ ունենք ֆոտոն էքսպոզիցիա բալա, գնացածը ունենք լուսանկար, կաբուկի եւ բանաստեղծություն։ Պարոն Բալյան, չգիտեմ։ ով է պատասխանում։ Ես կփորձեմ, պարոն հաղորդավար։ Լսում ենք ձեզ։ Կարող եմ ձեզ խնդրել ֆորմուլիրովկայի մասը ընդամենը։ Ինչն է այսպես պատկերավոր բնութագրել մեր հեռուստադիտողը։ Այսպես պատկերավոր մեր հեռուստադիտողը անվանել է լուսանկարը։ Լուսանկարը, հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Բալյան, այն հակադիրների նուրբ և ճշգրիտ դասավորվածություն է, որտեղ լույսերն ու ստվերները միաձուլվելով մեզ են պարգևում մարդկային հոգու զգացումները։ Մեր հեռուստադիտողն այսպես պատկերավոր բնութագրել է դաշնամուրի, իսկ ավելի կոնկրետ դրա ստեղնաշարը։ 4-4,
Լևոն Հայրապետյանը բերում է 4-րդ միավորը իր թիմից եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Օնիկա Աճեմյան երկար ժամանակ բացատրում էր երաժշտությունը, ցույց էր տալիս անգամ մատներով։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յուսկ Արմենիա խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Կարապետյան, ձեր խանութը գործում է ավելի քան 10 տարի։ Դուք տարբեր համակարգների հետ եք առնչվել։ Ինչպես եք հաղթահարել այս ամենը եւ ինչ դժվարությունների եք հանդիպել։ Մենք աշխատել ենք միայն սպիտակ եւ մաքուր դաշտում, առաջորդվել ենք միայն օրենքով։ Այո, շատերն են այդպես աշխատում, բայց շատերն այն ժամանակ ու հիմա խնդիրներ են ունեցել, ինչպես եք լուծել ձեր խնդիրները։ Պարոն հաղորդավար, լինելով ձեր գարնանային խաղափուլի ամեն մի խաղին, ես հասկացա մի բան, որ մեր քաղաքականությունը եւ ձեր խաղի քաղաքականությունը նույնն է, խստություն եւ օրենք։ Հասկանալի է։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, այդ խստության եւ օրենքի մեջ կուզենամ բնութագրեք ոչ թե ընդհանուր խաղը, այլ այս եթերաշրջանը եւ մասնավորապես այս խաղը։ Ընդհանուր եթերաշրջանը շատ հետաքրքիր էր, այս խաղը շատ է դուրս գալի, թիմը շատ լավն է եւ մի քիչ հումոր կա մեջը, դա է ամենաշատը դուրս գալի։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան, գիտեմ, որ ժամանակին հետաքրքրվել եք բռնցքամարտով եւ երգով։ Այո։ Իսկ երբևէ փորձել եք համատեղել ձեր այդ երկու նախասիրությունները։ Չի ստացվել մի տեսակ։ Հենց փորձում էի, խփում էին։ Բայց փորձել եք։ Դե մոտավորապես։ Պաստորեն փորձել եք, բայց չի ստացվել։ Երևի։ Նման մի բան փորձել եղել են նման մի բանի։ Ձեր դեմ խաղում է Աննա Աստանյանը, ֆինանսիստ Երևանից։ Ուշադրություն, Գևորգ Բաշինջաղյան։ «1911 թվականին ստեղծված այս նկարում Գևորգ Բաշինջաղյանը պատկերել է հայտնի մարդկանցից մեկի տունը։ Ուշադրություն հարցը։ Ում էր պատկանում այս տունը։ Ժամանակ։ Մսկիթ կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև։ Հա, Չարենցին, լավ, շատ լավ, էլի։ Այս անկյունի վրան ինչ է, տենց ակերով մեքենա է, հա։ Մեքենա։ 11-ին ոչկեք։ Ինչ որ բան է, թակարները, թամերի ժողտուրիշ։ Հետքեր կան ձյան։ 11 թվականի ինքը կարար իմանալ։ Էս ինչ հա։ Իրոք ոչ թվականի է։ 11, բայց այն 11։ Չէ, սա չէ։ Լավ, նկարից պետք է հասկանանք, նկարին նայեք։ Ես իմանում չեմ։ Ինչ ունենք։ Նկարին պետք է հասկանանք։ Չարեցի համար շատ փոքր է, չէ, ուրիշ անցեք։ Մի հատ ընդամենը հետքա գնում է դեպի տուն, հետ գալու։ Արարատինա նման պրոֆիլով։ Միայնակ։ Մութա։ Սարյան։ Ոչ ծառունենք, ոչ Այվազովսկի բան կարել, իրենց ավելի շուտի։ Բայց ուրիշ ոչ Այվազովսկին մոռացեք։ Սա ինչ է, սա ինչ անկերով ինչ է։ Ասմատակարներ են, բայց մակարները թե ինչ մեքենա ոնց որ են։ Մեքենա 11 Հայաստանում մեքենա ուներ։ Մեքենայի նման չի Չոբանյան։ Նման է, բայց այս 11 թվի բաներով են, ճաղերով են։ Այս տանդեմը։ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ Ես կփորձեմ։ Չարենցի համար երևի շատ վաղ կլինի 11 թվականը։ Փորձենք ասել Ավետիք Իսահակյան։ Ավետիք Իսահակյան։ Հասկանալի է, պարոն Բալյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Աբովյան, իսկ օրինակ դուք ունեք տարբերակ։ Մի կողմից հանգարանն է, ես այստեղ մեծացել եմ, որովհետև սա ինի պապական տներն են։ Պարոն Բալյան,
Ուշադրություն դարձրեք, նկարում երևում են միակողմանի հետքեր ձյան վրա։ Գևորգ Բաշինջաղյանը պատկերել է Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում, ինչպես հայտնի է 1848 թվականի ապրիլի 2-ին Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից եւ այլևս չի վերադարձել։ Իդեպ այդ տարբերակը, հետքերի միակողմանի տարբերակը կար սեղանի շուրջ, պարզապես դուրս չեկաք Խաչատուր Աբովյանի վրա։ Աննա Աստանյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Իդեպ այս աշխատանքը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, պարոնայք, կարող եք այցելել եւ տեսնել այս նկարը։ Ինչ որտեղ երբ Գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային խոհանոց Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերն է Յուսկ խանութների ցանցը։ Եվ վերջապես մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Արմենիա TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։ Բարի երեկո, պարոն Արշակյան։ Բարի ձեզ։ Պարոն Արշակյան, ինչպես եւ մեր մնացած գործընկերներին ձեզ էլ ուզում եմ հարցնել ձեր կարծիքը այս եթերաշրջանի եւ այս խաղի մասին։ Շատ հետաքրքիր եթերաշրջան էր, չգիտեմ, ստե տարբեր մտքեր է հնչում, հարցերը հեշտ են, ուժեղ են, չեմ կարծում, որ ընդհանրապես այս սեղանին հեշտ հարցեր են լինում, իսկ ընդհանրապես թիմի համար օրինակ շատ հետաքրքիր բան ասեցիք, հա, իրանք արդեն 3-րդ տարի անընդմեջ տարբեր սեզոններում ֆինալ են դուրս գալի, երբ որ նոր ես սկսել էի այցելել Շտոկձեկագդա, հա, եւ հետաքրքրվել այս խաղով, դա երիտասարդ նորեկների թիմ էր, թիմի ոնց որ դարձել են բացի դրանից, որ վարպետներ, հələ մի հատ է, չեմ ուզում վատ լուր բերեմ, օրինակ բլիցերի եւ սուպեր բլիցերի վարպետներ են դարել, թիմը շատ շշմեցուցիչ խաղ է ցույց տալի, ուզում են որ չընկճվեն եւ հորդորեն որ հավաքվեն եւ տղեկ հաղթանակը ձերն է, քիչ է մնացել։ Ոնց ասեք։ Պարոն Արշակյան, իդեպ ես չեմ վիճում, այսօր իրոք ֆանտաստիկ խաղ են ցուցաբերում, որովհետև մի քանի հարցի այնպիսի հարցերի պատասխանեցին եւ շատ հետաքրքիր խաղ են ցուցադրում։ Թող ոչ մեկ չնեղանա, Վարդանի խաղը այսօր ֆանտաստիկ է եւ հույսով եմ շարունակվի նույն ձևով։ Այդտեղ եմ համաձայն ձեզ հետ։ Պարոն Արշակյան, հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան, այո, որպես ձեր եւ ձեր երեխաների համար ընդհանուր նախասիրություն առանձնացրել եք կինոն։ Իսկ ինչ ֆիլմեր եք դիտում միասին։ Աշխատում եմ երեխաներին ցուցադրել այն ֆիլմերը, որոնք ինքս եմ փոքր ժամանակ սիրել։ Հեքիաթին հյուր օրինակ, Նաև դրանք, այո, նաև այդ շարքից։ Շատ ժամանակ սովետական ժամանակաշրջանի ֆիլմեր եւ այլոք։ Հարց Յունիբանկից։ Ձեր դեմ խաղում է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Ես անոնսը արդեն արել էի։ Ուշադրություն էկրանին։ Այս լուսանկարում պատկերված է ֆրանսիացի մի քաղաքական գործիչ, որը երկրորդ հանրապետության տարիներին եղել է ազգային սահմանադրական ժողովի պատգամավոր, իսկ երկրորդ կայսրության ժամանակ ցմահ սենատորի կարգավիճակ է ունեցել։ Այս լուսանկարը գնել է մի թանգարան 5000 ԱՄՆ դոլարին համարժեք
գումարով։ Այս մարդը, որին հաճախ են շփոթում գրական հերոսներից մեկի հետ, կարող է ձեզ հայտնի լինել մի գետակի մոտ տեղի ունեցած միջադեպով։ Ուշադրություն հարցը։ Ում մասին է խոսքը։ Պատրաստ է, պարոն հաղորդավոր։ Ով է պատասխանում։ Ես։ Լսում ենք ձեզ, պարոն։ Ես շատ մեծ առնչություն ունեմ տվյալ դեպքի հետ։ Սովորել եմ Պուշկինի անվան համար 8 դպրոցում, էկրանին պատկերված է պատկերված է Դանտեսը, որին շփոթում են Էդմոն Դանտեսի հետ, իսկ գնել է հավանաբար Պուշկինի թանգարանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Դուք ամեն ինչ պատմեցիք, պարոն Բալյան, 5-5։ Բացառությամբ մի բանի, միայն մի բան չասեցիք, պարոն Բալյան։ Այո։ Անունը Ժորժ է։ Ժորժ։ 5-5։ Եվ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։ Давайте. 3-4. Պարոն Չոբանյան։ Այո, պարոն խաղաղ։ Դուք երազում եք ունենալ կղզի Կարիբյան ավազանում։ Այո։ Իսկ կկարողանայիք ամբողջությամբ կտրվել ձեր առօրյա գործերից եւ բնակություն հաստատել այնտեղ։ Իհարկե ոչ, պարոն հաղորդավար, ելնելով իմ աշխատանքի բնույթից։ Ձեր դեմ խաղում է Սարգիս Պետրոսյանը, ինժեներ Երևանից։ Ուշադրություն էկրանին։ 1920 թվականին բրիտանական շուկայում գերազանցապես տղամարդկանց համար ժամացույցի տեսքով մի հարմարանք հայտնվեց։ Հավաքածուն ներառում էր ձեռքին կապվող սարք և համարակալված գլանափաթեթներ։ Ուշադրություն հարցը։ Ինչ նպատակի էր ծառայում այդ հարմարանքը։ Շպարգալկա։ Առաջին հետ է գալիս, տղամարդկանց շպարգալկա Հիմնական Խի համարակալած։ Կարող է օֆիցիանտների համար մենյու։ Դնևնիկ, օրինակ, օրագիր։ Համարակալումը ինչի հիմնականում տղամարդկանց համար ժողով։ Ինչ ինֆորմացիա կա, Քողարկման թեմական է, որ ասում է քողարկումա, всё, պետք է ժամի տեսքով։ Մի հատ նայեք նկարին, ինչ ինֆորմացիան գրած է։ Անընդհատ պետք է նայեք։ 20 Կարող է բիրժայում ինչ-որ բաներ նշում։ կարող է զինվորականներն էին այդպես զինվորային, բայց 20-ականները ինչ նշում։ Համարակալելու իմաստը ո՞րն է։ Բիրժայի հետ կապված։ Կամ ինքը գրում է համարակալած։ Նկարին նայեք, տեքստը կարող է գրես ու կարող է գրես Ինչ է համարակալը։ Այսինքն արագ խումբը բան է, որ չենք պատրաստական համարակալը։ Միանշանակ։ Էլ Շանական ինչ կա ուրիշ։ Մեքենան է։ Ուրիշ վերսիա պետք է գտնեք։ Ժամանակ, պարոն Բալյան։ Պարոն հաղորդավար, մեր վաստակած 1 րոպեն խնդրում եմ մեզ տալ եւ հարցը կարդալ։ Իհարկե։ Լռություն, ես կարդում եմ հարցը եւ տրամադրեմ ձեր լրացուցիչ րոպեն։ 1920 թվականին բրիտանական շուկայում գերազանցապես տղամարդկանց համար ժամացույցի տեսքով մի հարմարանք հայտնվեց։ Հավաքածուն ներառում էր ձեռքին կապվող սարք և համարակալված գլանափաթեթներ։ Ինչ նպատակի էր ծառայում այդ հարմարանքը։ Երկրորդ րոպե։ Սուզիա։ Ինչի։ Ֆուտբոլի սուդիա։ Համարներն է գրած, որ ժողովրդիները գրի։ Համարակալված, այսինքն տարբեր գլանափաթեթներ են, թե մեկի վրա է։ Չէ, տարբերակ, արասանես փոխես, նայի։ Այդ ժամանակ գան մեքենաներն են, առաջին համաշխարհայինից հետո առաջին համաշխարհային ավարտված էր։ առաջին համաշխարհայինից հետո Իսպան կա։
Իսպանական կարալի։ Շատ խորնաժող։ Հավանականված ինչի համար, փոխում են երկրորդ, երրորդ, ինչի համար։ Գերազանցապես, այսինքն կանայք է կարային օգտագործեն, բայց մեքենաների հետ կապված լինի։ Կարա, բայց ինչ կապ ունի։ Դե մտածում քննություն Էլ ինչ պետք կլներ քեզի դասավորել է տանին ինչ Մենակ սպարգարկանենք ուրիշ վերսիաներ շտասեցի ունեն։ Ամսվա օրեր։ Մատուցող ասեցի վերսիաները մեկ էլ սուդիաներ Արմենիա։ Ինչը հաշվի էլի համար Ժամանակ, պարոն Բալյան։ Օй, պարոն հաղորդավար, բարդ պահ է, ես կպատասխանեմ։ Մենք երկար մտածեցինք, բայց ավելի լավ, ավելի համոզիչ պատասխան չունեցանք։ Ինչ ունենք, այն պետք է ասենք։ Ուսանք ճիշտ։ Խոսքը գնում է հայերեն դժվար արտաբերեմ այդ բառը շպարգալկայի մասին, այսինքն ուսանողները դրա մեջ կարողանում էին թաքցնել ինչ-որ տեքստեր ժամացույցի տեղ թաքցնելով եւ ընթացքում հասկանալի է պատասխաններ գրել։ Ուշադրություն ճիշտ պատասխանը։ Այդ դեպքում ինչու գերազանցապես տղամարդկանց համար։ Այն ժամանակ հիմնականում տղաների դպրոցներ էին եւ ոչ թե Դա էլ է հասկանալի։ Պարոն Բալյան, հավաքածուն իրենից ներկայացնում էր ժամացույցի տեսքով ձեռքի սարք եւ համարակալված գլանափաթեթներ, որոնց վրա նշված էին Անգլիայի բոլոր հիմնական ճանապարհները։ Ուշադրություն էկրանին։ Դրանք առաջին թղթե ուղեցույցներն էին, նավիգատորներ էին։ Սարգիս Պետրոսյանը բերում է 6-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ես արձանագրում եմ հեռուստադիտողների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Աննա Պոջոլյան, Համլետ Մաթևոսյան, Անահիտ Ղազարյան, Լևոն Հայրապետյան, Աննա Աստանյան եւ Սարգիս Պետրոսյան։ Տիկնայք եւ պարոնայք, ես միշտ կողմ եմ ավանդույթներին, բայց այսօր ուզում եմ խախտել մի ավանդույթ եւ ուզում եմ, որ այսօրվա խաղի լավագույն գիտակին որոշի Մեսրոպ Հակոբյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Հակոբյան։ Ստում ալտերնատիվ տարբերակներ չկան, Վարդանը։ Բայց ինչու այսօր ես։ Հիմա որ ես ասեմ, նաև այդ ժամանակ պարզ կլինի։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Վարդան Գրիգորյանը եւ ստանում է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեք Ազիմովի ակադեմիա վեպը Մեսրոպ Հակոբյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցը նվիրում է Երեմյան ակադեմիայում մաստեր կլաս շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի հետ։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Միքայելյան։ Այո, պարոն հաղորդավար։ Հիշեցնեմ հարցերը Ալբերտ Մինասյան լուսանկարվելից լուրջ դեմք ստանալու մասին, Աննա Պոջոլյան Բաբելոնյան աշտարակաշինության մասին, կրկին Աննա Պոջոլյան Սիզիփոսյան աշխատանքի մասին, Հայկ Ազատյան Գեղարդի մասին, Նունե Գալստյան հիշողությունների ստվերի երկարության մասին, Նարինե Մաթևոսյան պատուհանի եւ սրտի մասին։
Եկեք ընտրենք հիշողություններից տվերի երկարության մասին հարցը։ Նունե Գալստյանը հիշողություններից տվերի երկարության մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Ավարտվեց եզրափակիչ խաղը և մեզ մնացել է միայն որոշել գարնանային եթերաշրջանի լավագույն խաղացողին։ Մի քանի րոպե հետո մենք կպարգևատրենք լավագույն հեռուստադիտողին, բայց մինչ այդ լսենք ավագների և հովանավորների կարծիքները։ Պարոն Տիգրան Քոչարյան։ Ողջունում եմ բոլորին, շատ լավ խաղ էր, ստանդարտ շաբլոն բաներ չեմ ուզում ասեմ, բայց խաղի մեջ մի քանի հայտնություններ ինձ համար, հետևում եմ այդ խաղացողներին, Հոնիկին և Վարդանին, իրոք շատ տպավորիչ խաղեր ու շատ եմ ափսոսում, որ թիմը չհաղթեց, որովհետև բավականին հետաքրքիր երկընտրանք էր լինելու և ինտրիգ։ Կապված հարցերի հետ Պարոն Քոչարյան, ես մոռացա հիշեցնել հարցերը։ Աննա Պոջոլյան, հաց և տեսարաններ արտահայտության մասին, Համլետ Մաթևոսյան, Շավարժ Կարապետյանի երկրորդ շնչառության մասին, Անահիտ Ղազարյան, պոպկորնի մասին, Լևոն Հայրապետյան, Դաշնամուրի ստեղնաշարի մասին, Աննա Աստանյան, Խաչատուր Աբովյանի տան մասին և Սարգիս Պետրոսյան, առաջին նավիգատորների ուղեցույցների մասին հարցերով։ Հիմա լսում ենք ձեզ, պարոն Քոչարյան, կներեք շարունակեք։ Եթե ես իմանայի, որ Փաշինջարյանի նկարի հարցից պարոն Աբովյանին ինչ-որ բան կհասներ, երևի միանշանակ կասեի, բայց իմ կարծիքով Դաշնամուրի ստեղնաշարերի հարցը լավագույնն էր այս եթերաշրջանում։ Շնորհակալություն, պարոն Արման Աբովյան։ Փայլուն խաղ տղերք, իրականում այն հարցերը, որը դուք չեք վերցրել, ակումբում չեն վերցրել, բացառությամբ մի հարցի, որը պարոն Առաքելյանը գիտեր։ Հակոբյան, ներողություն, գիտեր։ Իրականում շնորհավորում եմ փայլուն խաղեր, տղերք սպանել եք։ Սա մեկ, երկրորդը, իհարկե տրամաբանությունը ասում է, որ պետք է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ընտրեն որպես լավագույն հարց, բայց համեստություն անելով կմիանամ պարոն Քոչարյանի կարծիքին և այո, ստեղնաշարի հարցը։ Շնորհակալություն, պարոն Հայկ Ղազազյան։ Շատ ափսոս է, որ թիմը պարտվեց, իրոք իմ կարծիքով էլ երևի ամենամեծ առաջադիմություն ունեցող թիմն է ակումբում, որի խաղին կողքից շատ հետաքրքիր է նայել, միշտ չէ, որ այդպես է լինում, այս թիմի խաղը միշտ հետաքրքիր է դիտել և առաջի պարտությունից հետո էլ եզրափակչում, ես ասացի, որ եզրափակիչները դեր առջևում են, որովհետև իրանք իրանց վրա շատ են աշխատում միշտ և դրա արդյունքները երևում են և թիմին մաղթում եմ հետագա եզրափակիչներ հաղթական արդյունքով։ Ինչ վերաբերում է լավագույն հարցին, ինչ շատ դուր եկավ Դաշնամուրի մասին հարցը, ուղղակի մի բան ինձ թվում է, որ շատ բարդացված է, այսինքն գեղեցիկ մասել ունի այդ հարցը, բայց չափազանց ինչ-որ բարդ բաներ ունի։ Ինչ շատ դուր եկավ հեղինակային հարց, որը հացի և տեսարանների մասին էր, այսինքն մարդ, որը համ հասցնում է իր երեխաների հետ խաղա, համ ընթացքում հարց հորինի, որը տրամաբանություն ունի իր մեջ ու հետաքրքիր է, ինձ դուր եկավ։ Առավելևս, որ այնտեղ 3 հարց կար, երկուսը հեշտ էին, երրորդը չվերցրեցին գիտակները, ես այդ հարցի համար կքվեարկեի։ Շնորհակալություն, պարոն Ղազազյան, պարոն Արամ Անանյան։ Ես խաղից առաջ չգիտես ինչի համոզված էի, որ այն ինչ իմ մեջ խոստացել եմ վաղուց իմ շատ լավ ընկերոջը Վարդանին, այսօր իրականություն է դառնալու, մինչև ընթացքի փոփոխությունը ներքին ցնծություն ունեի, որ Վարդանը իսկապես դառավ լավագույն խաղացողը խաղի, բայց կդառնար նաև արծիվը կգնար Վարդանենց տուն, ինչևէ հուսով եմ մյուս անգամ ավելի լավ կստացվի, հուսով եմ չի վհատեցնի այս արդյունքը ձեզ, ես կպաշտպանեմ Հայկ Ղազազյանի առաջարկած հարցը որպես լավագույն հարց, իհարկե ինքը բարդությամբ չէր փայլում, բայց երևի պետքա խրախուսել հեղինակային հարցերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Անանյան, Հովհաննես Հովհաննիսյան։ Շնորհակալություն թիմին խաղի համար, հրաշալի, շատ էմոցիոնալ խաղ։ Ես համոզված եմ, որ դեռ բազմաթիվ անգամ ձեզ շնորհավորելու եմ եզրափակիչ խաղերում հաղթելու համար, չնայած կոնկուրենտներ ենք այսպես ասած, բայց
Հարցերի հետ կապված իրականում ես կընտրեի Խաչատուր Աբովյանի մասին հարցը, որովհետև նախորդ ընկերներից նշած հարցերը շատ գեղեցիկ էին, բայց ինչ որ տենց հայկականություն կա մեջը, երևի թե տենց արունն է ձգում, դրա համար ես ամեն դեպքում դա եմ ընտրում, չգիտեմ, իմ կարծիքը կիսեն թե չէ, բայց Խաչատուր Աբովյանի հարցը շատ ավելի գեղեցիկ էր։ Շնորհակալություն։ Նարեկ Մնացականյան։ Պարոն հաղորդավար, ես նույնպես կցանկանայի նշել Վարդանի Փայլուն խաղը, ես իրեն համարում եմ մեր ակումբի լավագույն խաղացողներից, ոչ միայն Բալյանի թիմը, այլ ընդհանուր մեր ակումբի լավագույն խաղացողներից եւ շուտվանից արդեն ժամանակներ իր արծիվը ստանալու, ափսոս տենց ստացվեց, բայց ես նույնպես ընտրում եմ Խաչատուր Աբովյանի մասին հարցը, որովհետեւ իսկապես շատ գեղեցիկ, մի քիչ կարող է մի րոպեի համար, ասենք բարդ էր ասենք պատկերացնելը, բայց իսկապես շատ գեղեցիկ հարց էր։ Շնորհակալություն, պարոն Մնացականյան, Էմիլ Միրզոյան։ Բարի երեկո։ Եզրափակիչը ստացվեց, շատ եմ ափսոսում, ինձ թվում է Վարդանի քթի տակից տարան արծիվին, ինքը իրոք արժանի էր, բայց Վարդան ջան դեռ կգան արծիվները։ Ես նույնպես կընտրեմ Աննա Աստանյանի հարցը Խաչատուր Աբովյանի տան մասին, որպես ամենալավ հարց։ Շնորհակալություն, պարոն Սուրեն Մանուկյան։ Բարի երեկո, շնորհակալություն շատ հետաքրքիր խաղի համար, իրոք շատ հետաքրքիր էր, եզրափակիչները միշտ դժվար են լինում, նախ ամբողջ եթերաշրջանը հետևում է, լարվածություն կա ամեն ինչ, բայց ինձ թվում է, որ այս խաղը ոչ թե դժվար էր, այլ շատ այսպես հետաքրքիր էր նաև մեզ համար, դիտողների համար եւ նաև թիմի համար։ Ես կընտրեի Խաչատուր Աբովյանի տան հարցը, որովհետեւ երկու բացատրեմ ինչ էլի, սա մի հարց էր, որի համար ես շատ սիրում եմ այսպիսի հարցեր, պետք էր հավելյալ գիտելիք, այսինքն որ ինքը դուրս է եկել եւ չի վերադարձել, պետք էր ուշադրություն, որ նկարի մեջ տեսնել կոնկրետ հենց այդ դետալը, եւ վերջապես պետք էր նաև կարողանալ այդ ամբողջ տարբերակների միջից ընտրել մի մաշտու, որին մենք բոլորս պետք է իմանայինք, այսինքն ինքը չէր կարող լինել մի մաշտ, որ այդքան հանրահայտ չի, իսկ այդպես շատ հանրահայտ այս ժամանակաշրջանում ապրած մարդիկ այդքան շատ չեն։ Մի խոսքով ես շատ կուզենայի, որ մենք մրցանակը տային հենց այդ հարցի հեղինակին։ Շնորհակալություն։ Սովորաբար, երբ հաղթում են հեռուստադիտողները, ես խոսքը տալիս եմ նաև խաղացող թիմի ավակին, բայց մինչև ես խոսքը փոխանցեմ պարոն Բալյանին, պարոն Բալյան, ես ուզում եմ դիմել ձեզ ու ասել, որ քանի որ ես այսօր արդեն մի ավանդույթ խախտել եմ, դե ոչինչ, կարելի է երկրորդն էլ խախտել։ Սովորաբար ես միշտ կողմ եմ լինում, որ հաղթեն հեռուստադիտողները։ Ես այսօր ափսոսում եմ, որ դուք չհաղթեցիք, եւ դա ասում եմ ազնվությամբ։ Իսկ հիմա լսում ենք ձեզ, պարոն Բալյան։ Ես ճիշտ ասած չէի կարծում, որ ինձ էլ հերթ կհասնի, մտովի ուրիշ տեղերում էի, բայց երևի թե որպեսզի դա մեզ դաս լինի, որպեսզի հիշենք, որպեսզի ուշադիր լինենք, Աբովյանի մասին հարցը։ Դա միակն էր, որ պարտավոր էինք պատասխանել նշածներից։ Շնորհակալություն։ Պարոն Բալյան, իսկ հիմա լսենք Արմեն Արշակյանին։ Շնորհակալություն, թիմի մասին արդեն ոնց որ թե ասեցի, գլխավորը տղաները չվհատվեն, իսկապես հաղթանակները շատ մոտիկ են։ Ինչ վերաբերվում է հարցին, գիտեք, նկարը նայելուց հետո ցենց հա մեջս գնում է ու ուզում եմ տամ Խաչատուր Աբովյանին ոչ թե նրա համար, որ երկու փողոց անկողմն եմ այդ տնից ապրում, շատ հետաքրքիր գաղափարախոսություն ու թախից կար այդ տան մեջ, հա, ոտնահետքեր, որ գնում են եւ մարդ չի վերադառնում, ես ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ, ովքեր իրանց տնից դուրս են գալի, վերադառնան։ Խաչատուր Աբովյան։ Շնորհակալություն, պարոն Տիգրան Կարապետյան։ Շնորհակալություն թիմին, համոզված եմ պայծառ ապագա ունեք, հաղթանակներ շատ կլինեն, ինչ վերաբերում է հարցին, համաձայն եմ պարոն Արշակյանի հետ, Խաչատուր Աբովյանի հարցը։ Շնորհակալություն, պարոն Ռուբեն Հակոբյան։ Նույնպես
կնշեմ, որ թիմը շատ լավ խաղաց եւ միանում եմ կարծիքներին, Խաչատուր Աբովյանի մասին հարցը շատ լավն էր։ Շնորհակալություն։ Տիկին Աննա Միքայելյան։ Ես նույնպես կողմ եմ հնչած կարծիքներին, կարծում եմ Խաչատուր Աբովյան տուն-թանգարանի մասին հարցներ ամենալավը, ամեն դեպքում միակողմանի ոտնահետքերի նյուանսը շատ գեղեցիկ էր։ Շնորհակալություն։ Տիկին Ամալիա Կարապետյան։ Ես եւս շատ հավանել եմ Խաչատուր Աբովյանի մասին հարցը, սակայն երևի թե քվեարկեմ հաց եւ տեսարան հարցի օգտին։ Շնորհակալություն։ Տիկին Արմինե Բադալյան։ Նույնպես շնորհակալություն եմ հայտնում հիասքանչ խաղի համար։ Ես նույնպես կընտրեմ Խաչատուր Աբովյանի մասին հարցը։ Շնորհակալություն։ Եվ պարոն Մեսրոպ Հակոբյան։ Պարոն հաղորդավար, ես շատ ուրախ եմ, որ այսօր այդ աղձիվը կստանա տվյալ պահին ներկա գտնվող իմ գոլեգա Աննա Աստանյանը։ Ուշադրություն։ Ինչ որտեղ երբ 2025 թվականի գարնանային եթերաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվում Աննա Աստանյանը, որը ստանում է մեր գլխավոր մրցանակը Մարմարե արծիվը եւ 300,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Այսուհետ այն ձերն է, Աննա։ Աննա Աստանյանը ստանում է նաև 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից, Հնգորիա հանգստի ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային կարտ։ Մինչ նոր հանդիպում Armenia TV-ի եթերում։